Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստանում է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակությունը։ Անցկացվեց Վիետնամ-Հայաստան կլոր սեղան քննարկում։ Խորհրդային տարիներին, ինչպես նաև Հայաստանի անկախացումից հետո Հայաստանի եւ Վիետնամի միջև գործակցության հարուստ փորձ է ձևավորվել։ Կրթամշակութային, գիտական ոլորտներում կան ավանդույթներ, իսկ վերջին տարիներին երկու երկրների միջև արագ տեմպերով զարգանում է առևտրաշրջանառությունը։ Բացման խոսքով հանդես գալով հայտարարեց ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը։ Բավականին մեծ պոտենցիալ կա, որը կարելի է օգտագործել, հատկապես Հայաստանից ալկոհոլի, թարմերքերի, տարբեր այլ տեսակի արտադրանքների, բարձր տեխնոլոգիաների, կրթության, գիտության ոլորտներում ապրանքաշրջանառության եւ ծառայությունների արտահանման եւ ներմուծման տեմպերի զարգացումը։ Բազմահազար վիետնամցի ուսանողներ սովորել են հայկական բուհերում, փոխադարձաբար նաև կրթական, գիտական միջավայրերում եղել են փոխգործակցություն։ Ժողովուրդների միջև գոյություն ունեցող փոխադարձ ջերմ վերաբերմունքը կարող է լավ հիմք ծառայել նաև տնտեսական կապերի զարգացման համար, կարծիք հայտնեց Արշակյանը։ Այս բարձրաստիճան այցը հիմք կծառայի նոր խթանք հաղորդի Հայաստանի եւ Վիետնամի միջև թե տնտեսական, թե կրթամշակութային եւ թե քաղաքական կապերի զարգացմանը։ Բոլորովին վերջերս նաև ազգային ժողովի նախագահի, Հայաստանի ազգային ժողովի նախագահի Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը այցելեց Վիետնամ եւ համոզմունք ունեմ, որ այս փոխայցերը շարունակական բնույթ կկրեն բարձր մակարդակի եւ կծառայեն մեր երկրների եւ ժողովուրդների միջև բնականon զարգացմանը։ Կարևորում եմ երկու երկրների միջև հարաբերությունների ակտիվացումը, տնտեսական կապերի ընդլայնումը, գործարար շրջանակների համագործակցությունը եւ նոր նախաձեռնությունների իրականացումը։ Մեր երկրների տնտեսությունները շատ նմանություններ ունեն եւ փոխադարձ աջակցում են միմյանց։ Թեև երկու երկրների համագործակցությունը վերջին ժամանակներում ուշագրավ արդյունքների է հասել, սակայն ինչպես նշեց Հայաստանի ազգային ժողովի փոխնախագահը, դեռևս մեծ ներուժ կա, որը պետք է արդյունավետ օգտագործել։ Հայաստանի Հանրապետության կառավարության անդամները, Վիետնամի գործադիր եւ օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչները եւ հայ ու վիետնամցի գործարարները քննարկեցին տնտեսական տարբեր ոլորտներում նոր նախաձեռնությունների իրականացման հեռանկարները։ Վիետնամը ԵԱՏՄ-ի հետ ունի ազատ առևտրի պայմանագիր, որը կարող է նպաստել Հայաստանի հետ արդյունավետ համագործակցության ու ներդրումների ավելացմանը, վստահ է էկոնոմիկայի փոխնախարարը։ Իրական մեր վիետնամցի գործընկերները հետաքրքրված են ավելի լայն սպեկտրով մեր արտադրանքի, ինչպես սննդի արդյունաբերություն, մետալուրգիա, նրանք հետաքրքրված են նաև խմիչքների արդյունաբերությամբ, հետաքրքրված են նաև туриզմով, IT ոլորտով, այսինքն նրանց հետաքրքրությունների շրջանակը բավականին լայն է, սպեկտրն լայն է եւ դա հիմք է տալիս մտածելու, որ կարող ենք տարբեր ոլորտներով բավականին լավ համագործակցություն ձեռք բերել նրանց հետ եւ ունենանք բավականին լավ ցուցանիշներ։ Տասնյակ վիետնամցի գործարարներ են Հայաստանում, որոնց այցը քննարկումներով չի ավարտվի։ Այստեղ գտնվելու 3 օրերի ընթացքում նրանք կծանոթանան նաև գործարար միջավայրին, կուսումնասիրեն ներդրումների հնարավորությունները։ Լինելու են այցելություններ մեր բիզնես գործընկերներին, նրանց ցուցադրելու ենք նաև որոշ ոլորտներում Հայաստանի պոտենցիալը, Հայաստանի եղած կարողությունները եւ փորձելու ենք անպայման այս հանդիպումները բերել արդյունավետության դաշտ եւ փորձելու ենք հնարավորինս արդյունավետ միջավայր ստեղծել փոխադարձ համագործակցության, նաև պայմանագրերի կնքման համար, ներկայացնել են նաև տարբեր ոլորտներում իրանց շահագրգռվածությունը Հայաստանում ներդրումներ կատարելու համար։ Ըստ փոխնախարարի գոյություն ունեցող ներուժը պետք է օգտագործվի ներդրումների եւ արտահանման ցուցանիշները բարելավելու համար։ 100 միլիոնանոց շուկա ունեցող Վիետնամի հետ համագործակցությունը ըստ փոխնախարարի կարևոր է տնտեսության բոլոր ոլորտների համար։ Վարդուհի Արզումանյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։